Սուրբ Աստվածածինն և զամեն այս Սուրբս բարեքոս տարածուկար հայրի երկից, զիկաբեցյալ ողորմեցի և գթացյալ կեցուս Սեզար արատասյուն, ամենակալ Տեր Աստված մեր կեցո է ողորմյան, Եվ երբ բարձամին է մեր զորգործյանը, քանզի մեր ախորստով անիվ են գործով, զորգորձ է մարդիկ, մեղա, վաչենս ձեզ, խնդրեցեք, վասնիմ աստուծոս տողություն։ Ողորմեցի Տեր Աստվածը զորով և տողություն շնորհեցի ամենայն հանցանած ձերոց, անձերի վայր, և հարաճակային ծրգեսի և հաստատեցի ամենայն գործս բարից, և հանդուսեց ձեզի հանդեցյալ կյանս, ամեն։ Ազատեցի և ձեզ մարդասերն Աստված և թող ձեզ ամենայն հանցանց ձեր, դացեր ժամանակը աշխարհելու և գործելու բարի սուպես ձեզ առաջակա կյանս ձեր, շնորհով սուրբ հոգուին, հզորն և ողորմածն և մափարք հավիտյանս, ամեն։ Իշեշի մեզ առաջի ամաղորդին աստուծին։ Իշյալ իչիկ առաջի ամաղորդին աստուծին։ Արգեցեք աստեր ամենան երկիր, ծառայեցեք կյար ուրախության, մտեք առաջվացնդության, ծավերուքին այդ Աստված մեր, նարարս մեծ և ոչ մեկ էակ, մեկ ժողովուրդ և խաշտարոտին օրա, մտեք ընտրս վրա խոստովանության և օգնության դերպես վրա, խոստովան երերուքտյան և օրնեցեք զալուն նորա, աղցրետ իրավիդյան է ողորմություն նորա, արգետ իջև արգետ դժպարտություն նորա, արգոր և որդո և հորդուի սրբո, այրում և ինչ հայտյանս ավետերից ամեն, Սուրբ եկեղեցյանս առաջես ու կստեր, զիսովան պրկեսես, մեզի մեղած և կեցուստեր շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո է ողորմյան, Ադայից Աստված և իրավայ Եվ անձեն Սիսիլիանս թուրք և իհարսս քո։ Մտից առաջի ձևանով աստուծո արասված ուրակարվեց բանկություններ, Ոստովան երեշտի ողջունության աստված, Արգնդեր դրտում ես աստիր կամդեր ժողեցես, ուսար աստված, ոստովանյան ապրկիչ ես ատիվոց, աստված է, Այժմ և միշտ իրավիդյանս հավիտերից ամեն, և ևս սաղոտյանս Տեր առաջեսոր, օրենսորկս հայտյանս Նրա Իսուսի Քրիստոսի, որ արժանի արս մեզ, կալիտեր հոդրս հանապանության և երկեցեք հսոջերով, ամենակալ Տեր Աստված մեր, Եծուսը և Իհարկիր կուսրտության և դեմոչ պարաբանության, հրեշտակած բրագարանից և մարդկան կավարանից, առաջի աստված ընկալ և պայծարացյալ, սուրբ նշանած և սուրբ ձեանույս, որարյալ, և դուղիմ և իշխվածանեմ, Շանի և սարքով, ծնունդըս կորդեմ և հանավորեմ, և կես երկնային զոր սպատուցանեմ, զորգություն և հարս, զոր և զուր փոխույն, այժմ և միշտ և ավետյանս,
Ալելույա, ալելույա, մեծացուսե անձնիմստե և ծնծասե ոգի մասուզով պրճավինով։ Ընթերցվածս Պողոս Արաքյալի Տիտոսին ուղված նամակից է։ Քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որը խրատում է մեզ, որ մերժենք ամբարաշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածպաշտությամբ և ակնթել սպասենք երանելի հույսի և փառքի հայտնության մեծն Աստծո։
և մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի, որ իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ նախանձախնդիր բարի գործերի։ Այս բաները խոսիր, հորդորիր և հանդիմանիր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի մեկը, որ քեզ արհամարի։ Ալելույա, ալելույա, մեծացուս է անձնի մեզներ և ցնծասե հոգի մասուցով փրկշավի մոտ։ Ալելույա,
Christus
Օրդյալ, եկյալ, ամբարտյար, որդություն իբարձուն։ Yes,
Oh
Անունով և Որդվո և Հոգուի Սրբո, ամեն։ Էլ լույսն ճշմարիտ, որ լուսավոր առնես ամենայն մարդ, որ գալոց է աշխարհ։ Սիրելի հավատավոր զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին աղոթական ոգով համախմբված մեր Սուրբ եկեղեցիներում օրհնաբանում ենք նորածին Փրկչին, Սուրբ Ծննդյան օրհնյալ այսօրը Բեթլեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ լույսը լուսավորելու համար մարդկանց ոգիները։ Այդ ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու, գրում է Ավետարանիչը։ Աշխարհի փրկության համար մարտեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ, ասելով ծագեցի հորից լուսավորելու արարածներին, արդարության արեգակ, Տեր, փառք քեզ։ Աստվածորդի եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր արարիչը։ Փրկչի ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության աշխալույսը։ Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակեցին հալածանքներ, Փրկչին իր ընտանիքի հետ փախստական դարձին իր ծննդավայրից և նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը, կարծելով թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց նրան, սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, ով փրկչական իր առաքելությամբ չարչարանած ճանապարհը պսակեց
հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով Տերը հույս բերեց անկյալ մարդուն փրկություն եւ մարդկությանը, որ ընկրված էր անօրենությունների եւ կռապաշտության խավարի մեջ։ Պատմության բոլոր ժամանակներում Հերովդեսները ավեր ու թշվառություն են պատճառել մարդկության։ Չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը։ Առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ մեղքերով ծանրաբեռն հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը եւ արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեք։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես արդարության արեգակ, լույս ճշմարիտ, լուսավորելու մարդկության կյանքի ուղին։ Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ ծնունդը հույսի է մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար, հատկապես վշտատանջ այս օրերին։ Երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից եւ մեղանջումներից, անկայուն խաղաղության եւ պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերձ ոգին եւ օտարացին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր եւ շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով, մասնատելով մեզ եւ ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ ավետարանը վկայում է ինքն մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է եւ ինքն մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի մնա։ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով է պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքների մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների եւ գերեվարված հայրենիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել է մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է արդարության արեգակ, լուսավորելու մեր ազգային ու հայրենական ամբաստանը եւ իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգում։ Սիրելի բարեպաշտող, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն եւ փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների, տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը եւ կերտել մեր կյանքի հաղթանակը։ Այս օրերին եւս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք իզորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը
եւ մեր կյանքի նոր զարթոնք իրականություն դարձնելու աշխարհասփյուր հայության ներուժի ու ջանքերի մեկ տեղումով։ Հայաստանն ու Արցախը ամենաշ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ եւ բանակով, ինչպես պատերազմի տագնապալի օրերին մեր սրտերը պիտի բավախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները հարված լինեն հայրենի սրբազան երկրին, հայրենական կյանքի կայունությունը հաստատում պահելու, երկիրը վտանգների չարաշորթելու, արգան ճգնաժամերը հաղթահարելու արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով եւ Տիրոջ գենարար օգնականությամբ հարատելու մեզ պարտադրված այս հանձր խավարը եւ լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։ Սուրբ ծննդյան եւ Աստվածայնության այս հոգենորոք օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած ընթանանք դեպի մեր իրձերի իրականացումը եւ մեր արդար իրավունքների հաղթանակով պսակում։ Աղոթենք, որ Սուրբ ծննդյան ավետաբեր հույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի։ Հավետ պայծառ լինի մեր Սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայության ու հավատացելուց նվիրյալ ընթացքով եւ հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ փրկչի սիրով ու պարգևած հույսով։ Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին մարդկանց հոգիների իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը Հայաստանն ու Արցախը եւ շնորհի բարով ուշեր կյանք աշխարհասփյուր ազգիս հայոց այսօր եւ միշտ հավիտյան ամեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ մեծ ավետիս Գալիլի երկրորդ կաթոլիկոս ամենայն հայոց
այժմ և միշտ և անիվյալս հայտնից ամեն։ Աստված տողություն շնորհեսեր։ Վերջակոնդով մտածս նեյության, պատրության, տեքնիկ
մախանով, քաչապանով, ուղղությամբ, օրինական խորտով, արվական, ուգական, անասնական, դրաստական, գազանական, իգիշերի և տվնջամ, երազական գիճությամբ և անրջական դաշճախորությամբ մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Մեղացանկությամբ, մարմուն խեշտությամբ, ուղեկությամբ, որանջման տնով, շարժման մարմուն եզադրագործությամբ, ինչպես աղթս, հեշտադրությամբ լսել յացս, հարապությամբ աչացս, ցանկությամբ սրտիս, սիրությամբ ռնգացս, բախշոտությամբ վերանորից անշուշկալությամբ, շվայտությամբ և արբեցությամբ մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Մեղաչ հարավանդությամբ, լեզվիս, ստախոսությամբ, սուտ երկմամբ, երկնազատությամբ, հակառակությամբ, իճաբանությամբ, վանսարկությամբ, շողողությամբ, կսուտատակաբանությամբ և խաղուսրախությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, կրկնջելով, դժգոհելով, բամբասելով և հայելով մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Մեղագողությամբ ձեռացս, ակայելով, զրկելով, հարկանելով, սպանելով և ընկաշը սացելով մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Մեղամենայն հոտվածող շիվատույս, յավենայն անդամով մարմույս, ընգյակ զգանոքս և էջերքի շարժմամբս, վերամբարձ հոտնայությամբ և վայրակաշ մեղքոտությամբ, աչ և այակ հոտելով, զարաշնություն մեղանջելով և վերքություն չարնշաբատ գորով մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Այլև մեղայ յոբիցը սանձանում ահացու մեղով, հպարտությամբ, նախանձում, վարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, ողրամոլությամբ, բղճախոհությամբ և մասամցոցի մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Այլև մեղամենայն պատվիրանացն Աստծո, հաղթնարյացն և հրաժեջյացն, զի ոչ սանդարակասն կատարեցի և ոչի հրաժեջյացն հեռացա, զորենը սարի և օրինացն հեղկացա, իգարկս Քրիստոնության հրավիրեցա և գործովս անարժան գտա, գիտելովս չարն կամազ կորացա և բայրյաց գործոց ես ինձեն հեռացա։ Վայ ինձ, զորն ասեմ կամ զորը խոստովանին, զիանտիվ են հանցանքին, անասել են անություն անների են ցավքին և մշկել են վերքին մեղաս։ Աստված թողություն շնորհես։ Այս ոտքսկերուի միշնորհաշտությամբ և բարեգործն արմիածին ոգին Աստծո, զիշխանությամբ գործրյալը քեզ արձակեցի Քրիստի կապից մեղածնով աղաչանք քեզ։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, ողորմեսի ձեզ մարդասերն Աստված և թողություն շնորհեսի ամենայն հանցանած ձերոց, խոստովանացելոց և մոռացելոց, և ես կարգավս քահանայական իշխանության և հրամանավն Աստվածային, թե զոր արձակից ես երկրի երից արձակեն երկրինս, լովին բանին արձակի մզես, ամենայն մասնակցնի մեղած ձերոց, ի խորհրդոց, ի բանից և ի գործոց հանուն հոր և որդգո և ողնիսը, և դարձյալ տամ ձեզի խորհուրդը սուրբ եկեղեցու, զիզոր ինչ գործից եք բարից, և իցի ձեզի բարի գործություն, և ի փարս հանդերձյալ կենացն, ամեն։